Բարև ձեզ, ես Վարդգես Հովեանն եմ, Fairwind 3 շիշ գինի Սավար Շավանա խմբերի մենակատարը և պատասխանում եմ Երևան ամսագրի միամիտ հարցերին։ Ոնց են ընդհանրապես Հայաստանում դառնում ռոք աստղ։ Հիանալով այլ արդեն իսկ գոյություն ունեցող ռոք աստղերով։ Այսինքն դու սկսում ես սիրել ինչ-որ մի հատ խմբում ընտրում ես գլխավոր հերոս, փորձում ես իրեն նմանվել և դառնում ես ռոք աստղ։ Տարիներ աշխատելուց հետո և այդ քո ռոք աստղ լինելու մասին գիտես դու, քո մայրիկը, հայրիկը, տատիկը և ևս 5 հոգի։ Կներեք, իսկ ռոքով զբաղվելը ընդհանրապես փող բերում է, թե հայ ռոքերները զբաղվում են երաժշտությամբ զուտ գաղափարի համար։ Իհարկե, այժմ վիճակը ավելի լավ է, քան կար ժամանակին, որովհետև իրոք կան մարդիկ, ովքեր շատ են սիրում այդ երաժշտությունը, ուղղակի իրանք ոնց որ ինտրովերտ է։ Իրենց դժվար է գտնել և հանել տնից, բերել համերգների և այլն, բայց իրանք կան, ես դրական միտում եմ միանշանակ տեսնում, հնարավոր է գոնե մի քիչ փող աշխատել, բայց մեզ մոտ դա չի ստացվել երբեք անել, մենք ցանկանում ենք, որ ուրիշների մոտ ստացվի։ Մեզ համ օգնում է, համ խանգարում է այն փաստը, որ մենք ունենք երկրորդ կյանք, այսպես ասած։ Իրական կյանքում մենք ռոք երաժիշտներ ենք, իսկ ոչ իրական կյանքում հարսանիքի թամադաներ, չէ, կատակ եմ անում, մենք ունենք այլ աշխատանքներ, որոնցով որ զբաղվում ենք ամբողջ օրը, այսինքն ամբողջ օրը Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված ժամկետները իհարկե պահպանելով։ Խնդիրը նրանում է կայանում, որ եթե դու կարողանաս ավելի շատ ժամանակ ընձեռել, ես գտնում եմ, որ ավելի հեշտ կստացվի մոնետիզացնել այն արվեստը, որով դու զբաղվում ես, պահանջում է ժամանակ։ Դու պետք է ինչ-որ մի ժամանակ ընդունես, որ դու ապրելու ես կինոյի տխուր, դժբախտ, ռոք երաժշտի կյանքով, իսկ մարդիկ դա չեն ուզում անել։ Մեզ մոտ ինչ-որ ստացվում է համատեղել, մենք մի 9 ժամ աշխատում ենք, մի 9 ժամ էլ երաժշտությամբ ենք զբաղվում, տենց վատ չի լինում։ Իսկ Երևանում ռոք նվագելու տեղեր դեռ մնացել են։ Բարեբախտաբար այո, բարեբախտաբար կան ակումբներ, որտեղ շատ լավ կենդանի երաժշտություն է հնչում, Stop ակումբը դա լեգենդար վայր է նվագելու համար։ Ես շատ սիրում եմ Կարումեի համերգները, Hard Rock Cafe-ի համերգները, առհասարակ որտեղ որ կարելի է նվագել, պետք է նվագել, որովհետև մարդիկ արժանի են լսել մեր ժմժմները։ Բայց ռոք երաժիշտների և ապագա ռոք աստղերի մեծ մասը ցավոք սրտի դեռ շարունակում է նվագել փորձատեղերում և տարբեր գարաժներում, իսկ լավ կլինի, որ իրանք դուրս գան և այդ մի քանի մնացած ակումբներում ցույց տան իրանց կատարումները և արվեստը։ Հնարավոր է արդյոք հայերեն ռոք նվագելով գոնե մի քիչ ճանաչվել Հայաստանից դուրս։ Երևի թե հնարավոր է, ես գտնում եմ, որ հնարավոր է։ Ես գտնում եմ, որ հայերեն ռոք նվագելը, գրելը և երգելը շատ ավելի անկեղծ է ստացվում հայերի մոտ, քան որևէ այլ լեզվով դա կատարելը, որովհետև մեկը ինչ որ մի հատ պահից սկսած հասկացվում է, որ դե չէ, այս մարդը լեզվի կրող չէ։ Դրա համար ինձ թվում է կարևոր է, որ մենք հայերեն կոնտենտ ստեղծենք, առհասարակ ոչ մենակ արտասահմանում հայտնի կամ էական դառնալու մեջ, որովհետև դրան դեպի այնքան ճանապարհ կա, եկեք մի հատ տնենք Հայաստանում ինչ ենք լինում, այլ գլոբալ հայկական կոնտենտի կարևորությունը եւ ռելևանտությունը բարձրացնելու տեսանկյունից, այսինքն շատ կարևոր է հայերեն լեզվով, այսօրվա հայերեն լեզվով կոնտենտ ստեղծել եւ թողել ուղակի իրան համացանցում հաստատ այդ կոնտենտի ժամանակն օրը գալու է։ Ինչի են հայկական ռոքում այդքան քիչ թմբկահարները, որովհետև թմբուկ առնելը եւ տուն բերելը ավելի թանկ է, քան գիտարը, թե ավելի դժվար է, թե ուղղակի ավելի ռոմանտիկ է գիտարը վերցնելը։ Ինձ թվում է ինքը այդ բոլոր նշված կետերը ունեն իրենց կապը, նրա հետ որ ավելի քիչ էին համեմատաբար, քան գիտարիստները, դա գիտար կարելի է սովորել յուրաքանչյուր երաժշտական դպրոցում, յուրաքանչյուր վայրում, պատիեզդում է կարելի գիտար նվագել սովորել, ծխելուց է կարելի պատիեզդում գիտար նվագել սովորել եւ այլն։ Բառաբանը դրամզը ինքը պահանջում է որոշակի տարածք, հա, ինքը այտենց մի քիչ ավելի քիչ անաղմուկ է, քան այլ գործիքները եւ այլն, բայց ես գիտեմ հարվածային գործիքների մեծ նվիրալներ, որոնց պաշտում եմ։
Այժմ փոխվում է տենդենսը, մեր թմկահար Տիգրանը Խաչատրյան Ծիգոն դասա տալիս եւ ունի լիքը աշակերտներ։ Հիմա կտեսնենք վերջում այդ աշակերտներից ինչ կստացվի, բայց այն որ մարդիկ հետաքրքրված են, դա շատ լավ է։ Հայաստանում այդուհանդերձ ակտիվ ու ճանաչված խմբեր կան, որոնք ունեն իրենց լսարանը, իրենց ֆանատներին, իսկ որքանով է զարգացած, այսպես կոչված գրուպիների մշակույթը։ Հա, ես երևի թե գրուպի եմ այդ ժամանակին, որովհետև ես տենց սիրել եմ, ես հիացել եմ ռոք խմբերով հայկական, ես գնացել եմ իրենց համերգներին, փորձել եմ իրենց հետ ընկերություն անել, ընկերություն եմ անում մինչ օրս, հա, այսինքն ես հիշում եմ ամենաառաջին համերգները Հայկոմի կլուբում, ժուրնալիստների տանը եւ այլն եւ այլն։ Ես գտնում եմ գրուպիների համայնքը կարևոր է շատ։ Նշված խմբերից բացի ես կուզենայի մի քանի խումբ էլ ասել, օրինակ Ռոզենթալը, Դեղը, այլ շատ լավ խմբեր, որոնք հայտնի են։ Ես գտնում եմ, որ հայկական ռոքը մի քիչ ավելորդ ակումբայնություն ունի, այն իմաստով, որ ամեն խումբ ունի իր ինչ-որ տենց աուդիտորիան, իր սիրահարները եւ այդ մարդիկ մենակ լսում են այդ խումբը։ Դրա համար ես գտնում եմ, որ մենք պետքա միջ խմբային հարաբերություններ հաստատենք, որտեղ որ մենք կխառնենք մեր մասաներին եւ կարող է մի օր պարզվի, որ հայկական ռոք լսողները անգամներ ավել են, քան մեզ թվում է։ Ինչ-որ կոնսենսուս, թե որն է հայկական ռոքի բարձունքը, Ոստանը, առաքյալները, երազողները։ Ինձ թվում է տենց չկա մի հատ խումբ, որին հայկական ռոքում կարելի է առանձնացնել որպես հայկական ռոքի հիմնադիրներ։ Չեմ, երազողները ֆիլմը երևի թե շատ ավելի մեծ ազդեցություն է թողել ժամանակին, քան առանձին խմբեր։ Բայց ամեն մի խումբ ունի իր շատ ուժեղ footprint-ը, շատ ուժեղ հետքը։ Մեմա որ նույն հարցը տանք երևի գյումրեցիներին կասեն, որ Բամբիռն է այդ խումբը, եթե նույն հարցը տանք վանաձորցիներին կասեն Լավելին է, երևանցիները կասեն Տիգրան Ժամկոչյանն է։ Ամեն դեպքում ամեն մեկն ունի իր կարծիքը, իսկ երաժշտությունը մեզ տալիս է հնարավորություն այդ դիալոգը ստեղծել։ Օրինակ ես հիշում եմ ժամանակին ես ատում էի Rolling Stones խումբը, իսկ հիմա մի քիչ ավելի քիչ եմ ատում Rolling Stones խումբը։ Հայկական ռոքը որպես հավաքական երևույթ, ըստ քեզ, արդյոք արդեն ունի ինչ-որ ձևավորված ինքնություն։ Իսկ թվում է հայկական ռոքը դեռ ամրած տենց ոնց որ հիմնված եւ ամուր ինքնություն չի ձևավորել ինքն իրենով, բայց ես գտնում եմ, որ հայկական ռոքը մի քիչ ավելի շատ պետք է երգի առօրյայի եւ իրականության մասին, այլ ոչ թե ինչ որ պատմական, ինչ որ փոշոտ թեմաներ եւ այլն, որոնք որ միշտ արծարծվում են։ Մենք ահավոր լավ ֆոլք ունենք, շատ հիանալի ժողովրդական երաժշտություն ունենք, անհնար ստեղծագործություններ ունենք, բայց եկեք երգենք նրա մասին, ինչով մենք իրոք ապրում ենք, ոչ թե նրա մասին, ինչով մեզ պատմել են, որ ինչ որ ժամանակին մարդիկ ապրել են, էլի։ Այդ ժամանակ մենք ունենանք շատ ակտուալ երաժշտություն, որովհետև շատ լավ է ունենալ այդ հայրենասիրական բոլոր ձգտումներով, բոլոր տեքստերը, մենք դա ունենք, բայց մենք այժմ ունենք կարիք նրա մասին երգենք, ինչը մտահոգում է այսօրվա մարդուն։ Ժամանակին կար մի փոքր մրցակցություն Երևանի, Գյումրի ու Վանաձորի միջև, արդյոք դա դեռ գոյություն ունի ու ընդհանրապես Երևանից դուրս ինչ որ ռոք շարժում հիմա կա թե չէ։ Ցավոք սրտի մեծամասամբ ամեն ինչ կենտրոնացած է Երևանում։ Մենք մեր խումբը, ընդհանրապես մեր բոլոր երաժշտական նախագծերով մենք միշտ փորձում ենք մարզերում համերգներ տալ, հնարավորության դեպքում յուրաքանչյուր տեղ պատրաստ են գնալ եւ առանց որևէ պայմանի մենակ մեզ պետք է այնտեղ լինի звук, տեխնիկա, որպեսզի մենք գնանք նվագենք եւ ներկայացնենք հայկական ռոքը տեղի բնակիչներին, տեղի մարդկանց։ Ես հիշում եմ մի պակ կար ինչ-որ ժամանակ, որ մենք Գյումրիում ավելի շատ համերգ ենք տալիս, քան Երևանում։ Հիմա կարծես թե ավելի շատ ակումբային երաժշտական կյանքը կենտրոնացած է Երևանում, այդ չնշեցի, որ Թոն Լաբը շատ ֆանտաստիկ ակումբ է, որտեղ շատ լուրջ համերգներ են տեղի ունենում, կենտրոնացած է Երևանում եւ ավելի տենց գնում է դեպի Երևանյան կենտրոնացում, բայց ինձ թվում է, որ մենք պետք է էլի բոլոր ռոք երաժիշտներով եւ ռոքի սիրահարներով ինչ որ եղանակներ գտնենք, որպիսի տարվա ընթացքում մի քանի համերգ կազմակերպենք, չգիտեմ, Սյունիքում, Վայոց ձորում, այլ վայրերում, որտեղ որ դասականորեն մենք չենք տվել համերգներ։ Հիմա Հայաստանում ռոք լսողների ինչ որ միջին տարիք կա, արդյոք նոր սերունդը, նոր թինեյջերները ներգրավում են։ Ինձ թվում է միջին տարիքը ռոք լսողների միշտ նույնն է։
Այսինքն ինքը չի փոխվում, ակումբ գնացող ռոք լսողի տարիքը, հա։ Դա 19-ից մինչև 25 տարեկան մարդիկ են, եւ իհարկե արդեն կախված համերգից, կախված խմբից ավելի տարիքով մարդիկ են գնում։ Բամբերի վերջին ալբոմի պրեզենտացիային ես շատ մարդկանց տեսա, թե երիտասարդ, թե արդեն զառամյալ։ Ամարվա շոքին դու պաղպաղակ ես ուզում, փողոցով քայլում ես աչքերով։ Մենք երբ որ անում ենք Սավար Շավանա պրոյեկտը Վաչե Ղարիբյանի Կավիճի հետ, մեզ թվում էր, որ մենք շատ ջահելական պրոյեկտ ենք անում, ինչ որ տենց պանկովի, գրանժովի, ինչ որ ծիծաղալու մեմերով, տեքստերով եւ այլն, եւ արդյունքում մեզ սկսեցին լսել 30-անց մարդիկ, որոնք որ հոգնել էին կյանքից եւ ուզում էին ինչ որ տենց մեմոգեն երաժշտություն լսեին, իսկ տխուր երաժշտությունը հակառակը ձգում է երիտասարդներին, ավելի երիտասարդ սերունդին, որովհետեւ ոնց որ ասում էր դասականներից մեկը, տարապելը հիմա տրենդա դրանից չեն մահանում։ Անձրևից փայլող ասֆալտը Պարզաջրում ես զգացմունքներս Գրելիս այս երկն անվերջ Թրջվում էին մատներս Շեղում եմ ես իրարից Ժամի Ինձ թվում է կան նոր մարդիկ, բայց իրանք ըստ տրված կոնտենտի են հայտնվում։ Օրինակ վերջերս մենք ներկայացրեցինք մեր Սիրի երգը, Սիրի տեսը, որը տենց մի քիչ ավելի նոստալգիկ, մելանխոլիկ երգ է եւ իրենով ես տեսնում եմ, թե ինչքան նոր հանդիսատես, բայց արդեն ավելի երիտասարդ հանդիսատես է գալիս, իսկ այն հին ու բարի հանդիսատեսը, որոնք գալիս են rock and roll-ը չկան կամ մնացածը լսելու համար, իրանք մնում են եւ իրանց այլ կյանքից հոգնած ընկերներին հրավիրում են մեր համերգներին, որպեսզի մի քիչ rock and roll անեն։